Այնինչ արեցին մեր զինված ուժերի մարտական դրոշի եւ զինված ուժերի զինանշանի հետ, գաղտագողի, թաքուն, հասարակության մեջքի հետևում, նույն բանը շուտով կանեն նաեւ Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանշանների, նախ եւ առաջ Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի հետ, որի կենտրոնում արկա Մասիս Սարը Նոյան-Տապանով խիստ խանգարում է այս վարչախմբի թուրքական իմաստաբանությանը եւ խորհրդաբանությանը, եւ այն ինչ իրենք ՔՊ-ի գույների եւ գաղափարախոսության հանգույն փորձել էին փոխել եւ ներկայացնել զինված ուժերի զինանշանի վրա, ամբողջությամբ համապատասխանում է նախ իրենց պատկերացումներին մեր պետության մասին, ապա եւ իրենց պլաններին, իրենց ծրագրերին Հայաստանի Հանրապետության բոլոր պետական խորհրդանշանները փոխելու, օրինակ մեր եռագույնի վերևի շերտը կարմիր է, իսկ կարմիրը կանչող գույն է, դիմադրության գույն է, արյուն է թափված, իսկ դա Ադրբեջանում կարող է լավ չընկալվել, հետեւաբար օրինակ կապույտը այստեղ ոչ մի խնդիր չկա, կապույտը դες խաղաղ անամպ երկինքն է,